Հատուկ նշանակության խմբի մարտիկներն են, միշտ պատրաստ ու վճռական ամեն պահին։ Համարձակություն ու կամքի ուժ պահանջող ծառայության այս տեսակն ընտրել են նաև կանայք, որոնք տղամարդկանց կողքին կանգնած են հավասարը հավասարի պես։ Նրանցից մեկն էլ մեր տեսանյութի հերոսուհին է։ Արդեն 5 տարի է ինձ ծառայում եմ զինված ուժերում, սիրում եմ տարբերվել, ռիսկի դիմել, սիրում եմ լինել խորհրդավոր, համարձակ իմ որոշումներում։ Դրա համար ընտրել եմ հետախույզի մասնագիտությունը եւ ծառայում եմ հատուկ ուժերում։ Կին հատուկ ջոկատայինը կոչումով սերժանտ է, անկեղծանում է, հեշտ ոչինչ չկա, բայց եթե ընտրել ես այս ուղին, պետք է չնահանջես։ Կան դժվարություններ, որոնք պետք է հաղթահարես։ Եթե սիրում ես ծառայությունը, դժվարությունները կարելի ասել, որ արդեն երկրորդական պլան են մղվում։ Կին զինվորական անձորում, որ ծառայում ես հատուկ ուժերում, ուրիշ ձևի է հնչում, մեզ նայում են որպես թույլ էակներ, բայց ես կարողացա բոլորին ապացուցել, որ ես ուժեղ եմ եւ կարող եմ ծառայել հատուկ ուժերում եւ կարող եմ լինել իրենցից մեկը։ Դիմակի ու հատուկ հանդերձանքի ներքո գործող գեղեցիկ սեռի ներկայացուցիչը վարժված է ճկուն, հոգեպես անկոտրում, ճիշտ ինչպես բոլոր հատուկ ջոկատայինները։ Շարժվում է ստվերի պես լուռ, գիտի, յուրաքանչյուր հրաման պահանջում է ընդամենը մեկ ճշգրիտ քայլ նպատակին հասնելու համար։ Պետք է համապատասխանես կոչմանը, համապատասխանես համազգեստին, համապատասխանես քո գործողություններին։ Զբաղվել եմ եւ ինքնակրթությամբ, այն մարդիկ, որոնք որ գիտեմ, որ իրեն գիտակ են այդ գործում, կարողանան ինձ օգնել խորհուրդ տալ, դիմել եմ եւ փառք Աստծո, իրանք բոլոր ջանքերը ներդրել են ինձ եւ սովորացնելու, եւ ուժ տալու, եւ իմ կողքին լինելու եւ հասցնելու ինձ այնպեսին, ինչպեսին որ հիմա կամ։ Կրակելը հատուկ ջոկատայինի ամենասիրելի գործն է։ Ինչու՞, որսում է թիրախները հեշտությամբ, դիպուկ նշանառում ու կրակ արձակում։ Սիրում եմ կրակել, բարբերաբար մասնակցում են կրակային վարժանքների, կրակադաշտ են գնում եւ զինվորներին ենք պատրաստում եւ մենք ենք վերապատրաստվում ամեն հաջորդող օր ծառայության գնալիս, ցանկանում եմ գրանցել մասնագիտական այժ, որպեսզի ցանկացածի իմ արժեվ դրված խնդիրը կարողանամ բարձր մակարդակով կատարել։ Իսկ հաջողություններ ծառայության 5 տարիների ընթացքում նա հասցրել է գրանցել։ Վերջինը բարձր գնահատականներով ատեստավորումն էր, ինչը ևս մեկ ապացույցն է հմտությունների եւ կարողությունների։ Վերջին բարեփոխումները, որը վերաբերում էր ատեստավորմանը, ինձ թվում է, որ լավ է անդրադարձել բոլոր զինվորականների վրա։ Կարծում եմ ատեստավորումը խթան է բոլորիս համար, ել ավելի նվիրումով ծառայելու համար։ Ծառայությունից դուրս կին զինծառայողին տեսնողը երբևէ չի կարող գլխի ընկնել, որ նա պրոֆեսիոնալ հատուկ ջոկատային է։ Իր հորդորն է բոլոր այն կանանց, որոնք նույնպես զինվորական դառնալու ընտրության առաջ են։ Ովքեր ցանկանում են համալրել զինված ուժերի կին զինծառայողների շարքերը, խորհուրդ կտամ, որ առանց վարանելու թող դիմեն, չվախենան, գնան իրենց երազանքների ու նպատակների հետևից։ Բոլորիս միավորում է մի գաղափար՝ պաշտպանել հայրենիքը, ապրել ազատ, անկախ, խաղաղ երկնքի տակ։ Բնականաբար բոլորս էլ կուզենանք, որ մեր ապագան, մեր երեխաների ապագան կերտենք հզոր Հայաստանում։ Հատուկ նշանակության ստորաբաժանման կին մարտիկը կոչմանը հավատարիմ, շարունակելու է լինել բանակի շարքերում, համարձակ, վճռական ու մշտապես լավագույնը լինելու ձգտումով։ Լաուրա Մամյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։